Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այսօր իմ խոհանոցում պիցա է լինելու, երկու տեսակ, երկու երշիկով պիցա եմ պատրաստելու։ Սկզբից պատրաստենք քսուկը։ Հավասար քանակությամբ վերցնում ենք տոմատի մածուկը, մայոնեզը և բուսայուղը։ Լավ խառնում ենք մինչև մերվեն, մի քիչ աղ ենք անում և թողնում։ Այստեղ կտրատում ենք երշիկները և քերում ենք պանիրը։ Սիրելիներս, պիցան սեղանից վերցնելու համար այսպիսի մի թիակ եմ գնել, արդեն 1 տարուց ավել է ունեմ, բայց քանի որ պիցաները պատրաստում ենք հենց տապակի չափով մեծ, սա մի քիչ փոքր է, այդ շրջանակը վերցնել չի լինում և դրա համար չէի օգտագործել։ Հիմա այսօր վերջում ձեզ ցույց կտամ, թե ինչքան հարմար է, եթե միանգամից տապակի մեջ չեք պատրաստում խմորի շերտը։ Խմորը պատրաստել եմ կաթով, ձվով, աղով, մի փոքր շաքարավազ, խմորիչ և ալյուրով։ Սովորական պինդ խմոր ենք պատրաստում, թողնում ենք հասունանա։ Երկրորդ անգամ էլ մեջ չեմ տվել, հիմա կկիսեմ 3 մասի։ Այս չափի բաղադրիչներից ստացվում է 3 մեծ պիցա, ջեռոցի տապակի չափով։ Շատ հաստ չի լինում և բարակ էլ չի լինում, իսկական համեղ պիցայի խմոր է ստացվում, որը երբեք համեմատել չի լինի խանութներում վաճառվող խմորների հետ։ Տեսեք, այստեղ խմորը բացել եմ, ձեր համար ցույց եմ տալիս, դեռ փոքր է տապակին համեմատ, դրա համար դատարկ վիճակում եմ ցույց տալիս։ Շատ հեշտությամբ վերցվում է և նույն կերպ էլ կարողանում ենք տեղափոխել տապակի մեջ, շատ հարմար գործիք է։ Արտիկուլը կտեղադրեմ տեսանյութի ներքևում։ Ահա սիրելիներս, խմորը ամբողջ տապակով մեկ բացում ենք, վրան քսում ենք տոմատով խառնված մայոնեզով քսուկը, մի քիչ առատ ենք քսում, որպեսզի հյութեղ լինի։ Քանի որ խմորը թխված չէ և ինքն էլ բավականին փափուկ է ստացվում թխելուց հետո, այս քսուկի հետ միասին շատ նուրբ խմոր է ստացվում և պիցաները ստացվում են հյութեղ։ Սա երեխաներից նախընտրած երշիկն է, մեկը կպատրաստեմ սրանով, մյուսը սովորական յուղոտ երշիկով։ Ահա, դասավորեցինք երշիկը, հիմա շատ քիչ քանակությամբ պանիր եմ ցանելու վրան։ Պանիրը վերցրել եմ և տնական, և մոցարելա, երկուսը միասին խառնած։ Մի քիչ լցնում եմ վրան, տեղավորում եմ ջեռոցում 200 աստիճանի տակ թխելու, արդեն թխել եմ, հանել եմ։ Հիմա վերջնական լցնում ենք մոցարելա պանիրը, նորից տեղափոխում ջեռոց, մի 2 րոպե չի տևում, պանիրը ամբողջությամբ ահա այսպես հալվում է և արդեն ջեռոցից հանում ենք ու կտրատում և մատուցում։ Նույնիսկ կարող եմ հաստատել, որ վաճառակետերի պիցայից համեղ է ստացվում։ Փորձեք սիրելիներս, նույն ձևով էլ դուք պատրաստեք և անուշարեք։ Հիմա պատրաստեմ մյուսը։ Այստեղ գրտնակով եմ բացում, որպեսզի շատերը չասեն, բա ինչի գրտնակ չեք օգտագործում, ձեռքով եք բացում, ուզում եմ ասել, որ այս տարբերակն էլ է ճիշտ, տեսեք ինչ պղպջակներով խմոր է, շատ բարակ է բացած, սկի մի սանտիմ էլ հաստություն չունի, նույն ձև սոուսը լցնում ենք վրան, քսուկը լցնում ենք վրան, տարածում ենք, հետո դասավորում ենք երշիկը։ Սա էլի եմ շեշտում մեր նախընտրած տարբերակն է, կարող եք լոլիկ դնել, պղպեղ դնել, ինչ որ ինքներդ կցանկանաք, ցանկությունը ձերն է։ Ես սիրում եմ նաև, որ վերջում, երբ արդեն
թխված է, հանում ենք, որ պետք է պանիր ավելացնենք, այդ ընթացքում նաև ծորացնում եմ մայոնեզ։ Այդ տարբերակը ես շատ եմ սիրում, բայց երեխեքը չեն սիրում, դրա համար չեմ անում։ Պանիրի մի մասը լցնում ենք երշիկի վրան, տեղափոխում ենք ջեռոց 200 աստիճանի տակ թխվելու։ Քանի որ խմորը հում է, պետք է թխենք ցածր աստիճանով, 200 աստիճանի տակ։ Տեսեք, տնական պանիր է, հալվել է պանիրը, հիմա հանում եմ, կրկնակի վրան նորից պանիր եմ լցնում, եւ համի համար, եւ տեսքի համար, մոցարելա պանիրի հետ խառնված է։ Հիմա մի 2 րոպե ջեռոց նորից տեղափոխելուց պանիրը հալվում է, ահա տեսեք, այսպես հալվեց ու հանում եմ, հետո սկսում կտրատել։ Սա երրորդ պիցան է, որը 2 երշիկը միասին խառնած եմ վրան դասավորել ու թխել նույն կերպ, իսկ սա ամեն գնդից մի փոքր գողացել եմ, որպեսզի պուճուրիկ պիցա սարքեմ ու ձեզ ցույց տամ, թե ինչպես է աշխատում այս թիակը։ Ահա, այսպես վերցնում ենք, էլի մեծեր իր համար և շատ հեշտությամբ տեղափոխում ենք տապակի վրա։ Շատ լավ տարբերակ է։ Այսքանը սիրելիներս թխեցի 3, համարյա 4 պիցա, 3-ն էլ գեղեցիկ են, համեղ են, տարբերվող են։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։